Տիեզերքի երախտագիտության օրենքը ամենակարևոր օրենքներից է։ Այն նման է Նյուտոնի երրորդ օրենքին։ Երկու մարմիններ միմյանց հետ փոխազդում են մոդուլով հավասար եւ հակառակ ուղղված ուժերով։ Բոլոր գործողությունների հիմքում ընկած է հավասար եւ հակառակ ուժ։ Եռուզեռով եւ մշտական իրադարձություններով լի աշխարհում մենք հաճախ մոռանում ենք կանգ առնել եւ գնահատել այն, ինչ արդեն ունենք։ Երախտագիտությունը կյանքի ներդաշնակության, երջանկության եւ առատության բանալին է։ Ահա թե ինչու է երախտագիտությունն այդքան կարևոր։ Երբ շնորհակալություն ենք հայտնում, ավելացնում ենք դրական էներգիայի հոսք մեր կյանքում։ Տիեզերքն արձագանքում է դրան մեզ ել ավելի բարիք եւ հնարավորություններ ուղարկելով։ Երախտագիտությունը այն ալիքն է, որով առատությունը հոսում է մեր կյանք։ Ինչի վրա կենտրոնանում ենք, ավելի ենք աճեցնում։ Երբ երախտապարտ ենք մեր ունեցածի համար, դուռ ենք բացում ավելիի առաջ։ Երախտագիտությունն օգնում է մեզ կենտրոնանալ կյանքի դրական կողմերի վրա, ինչը նպաստում է ներքին խաղաղությանն ու ներդաշնակությանը։ Բաց թողնելով բացասական մտքերը եւ կենտրոնանալով դրականի վրա, մենք դրական միջավայր ենք ստեղծում մեր անձնական եւ հոգեվոր աճի համար։ Ներկա պահի համար երախտապարտ լինելն օգնում է մեզ ճանաչել հիման։ Սա թույլ է տալիս լիարժեք վայելել կյանքը, չհետաձգելով երջանկությունը։ Երբ մենք երախտապարտ ենք այն ամենի համար, ինչ ունենք այսօր, մեր սիրտը բացում ենք ուրախության եւ բավարարվածության համար։ Երբ երախտագիտություն եք հայտնում ձեզ շրջապատող մարդկանց, ձեր հարաբերություններն ավելի ջերմ ու ամուր են դառնում։ Երախտապարտ մարդիկ բարություն, աջակցություն եւ սեր են ձգում դեպի իրենց։ Երախտագիտությունն էներգետիկ կապ է ստեղծում, որն ուժեղացնում է փոխըմբռնումն ու հարգանքը։ Երախտագիտությունը կարող է փոխակերպել ձեր վերաբերմունքը դժվարությունների եւ փորձությունների նկատմամբ։ Երբ նույնիսկ դժվարին իրավիճակներում դուք գտնում եք այնպիսի բան, որի համար կարելի է երախտապարտ լինել, դուք փոխում եք ձեր հայացքը կյանքի նկատմամբ, յուրաքանչյուր մարտահրավեր դիտելով որպես դաս եւ աճի հնարավորություն։ Երախտագիտություն դրսևորելով դուք բառացիորեն նոր իրականություն եք ստեղծում ձեր շուրջը։ Աշխարհի ձեր ընկալումը փոխվում է եւ սկսում եք ամեն օր ավելի շատ բարություն, սեր եւ հնարավորություն տեսնել։ Շրջապատող աշխարհը դառնում է ձեր ներքին ներդաշնակության եւ ուրախության արտացոլումը։ Ամեն օրը սկսեք երախտագիտությամբ։ Շնորհակալություն հայտնեք արթնանալու եւս մեկ օր ապրելու հնարավորության համար, առողջության եւ սիրելիների համար։ Երախտագիտությունը դարձրեք ամենօրյա սովորություն եւ տեսեք, թե ինչպես է ձեր կյանքը լցվում լույսով ու երջանկությամբ։ Շնորհակալություն հայտնեք ամեն ինչի համար, ոչ միայն մեծ ձեռքբերումների, այլև փոքր բաների համար, անցորդի ժպիտի, տաք հարևի, առավոտյան սուրճի համար։ Որքան շատ եք շնորհակալություն հայտնում, այնքան տիեզերքը երախտապարտ լինելու պատճառներ է ձեզ տալիս։ Թող երախտագիտությունը ձեր մշտական ուղեկիցը լինի։ Ողողեք ձեր կյանքն այս պայծառ էներգիայով եւ տիեզերքն անպայման կարձագանքի ձեզ երջանկություն, սեր եւ ներդաշնակություն տալով։ Եվ ի վերջո, օրվա մեջ մի քանի անգամ շնորհակալություն հայտնեք միայն այն բանի համար, որ Աստված մեզ տվել է շնչելու անսահմանափակ հնարավորություն։